Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ։ Վարչապետ Փաշինյանն է հայտարարել։ Նրա խոսքով, քանի դեռ այդ որոշման սուր պահանջ չկա, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները եվրասիական չափանիշներին համապատասխան։ Իսկ երբ պահը գա որոշում ընդունելու հարցը քաղաքական օրակարգ կմտնի եւ կդրվի քննարկման սեղանին, մենք այս որոշումը կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին, ասել է Փաշինյանը։ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանի խոսքով այս պահին իրականացվում են խորհրդապահական դիվանագիտական աշխատանքներ, որպեսզի կողմերը հստակեցնեն գործընթացի տեխնիկական հարցերը։ Ըստ նրա, միանշանակ է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հաճախ լսում ենք կարծիքներ, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, սակայն այդպես չէ, քանի որ Հայաստանը ցանկանում է ստորագրել այն, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արտահանման գործընթացը երկրի ներսում պարզեցվել է, հայտնում են պետական եկամուտների կոմիտեից։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հունիսի 1-ից ապրանքների արտահանումը կազմակերպում են 24/7 ռեժիմով, ինչև այս երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին եւ միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին։ Արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում։ Պայթյուն-Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում ներքին գործերի նախարարությունից փոխանցում է, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է։ Ի դեպ, մեկ ամիս առաջ նույն գազալցակայանում դարձյալ պայթյուն էր եղել։ Գազի արտահոսքը այս օրերին էլ դարձյալ պայթյունի պատճառ դարձավ ճամբարակում ողբերգական հետևանքներով։ Անվտանգության կանոնները չպահպանելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե գազալցակայաններում, թե բնակարաններում։ Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները ավարտական քննություններ են հանձնել մաթեմատիկա առարկայից։ Քննությունից հետո շատ ծնողներ դժգոհություն են հայտնել, որ թեստերը բավականին բարդ են եղել, նույնիսկ ծրագրից դուրս։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը սակայն լրատվականներին փոխանցել է, որ իրենց մասնագետների կարծիքով նորմալ թեստեր են։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։